Նորին Սրբազնություն Եփրեմ մետրոպոլիտ Քարիմը Անտիոքի Ասորի ուղղափառ եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի հոգևոր առաջնորդն է։ Շատ հայ հոգևորական ընկերներ ունի, նրանց հետ ծանոթացել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի հավաքների ժամանակ, սակայն շփումներն ավելի ընդլայնվել են, երբ մետրոպոլիտ Քարիմն ԱՄՆ արևելյան թեմում ծառայության է նշանակվել։ Նորին Սրբազնությունն առաջին անգամ Հայաստան է եկել 2001 թվականին, քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Երկրորդ այցելության առիթը եւս պակաս կարևոր չի համարում։ Now after 10 years I come back again on a personal invitation of 10 տարի անց կրկին Հայաստանում եմ Անգլիայի հայոց թեմի առաջնորդ Վահան Սրբազանի հրավերով։ Նա իմ մտերիմ ընկերներից է։ Մի քանի տարի առաջ խոստացել էի, որ երբ եպիսկոպոս ձեռնադրվի, անպայման մասնակցելու եմ այդ արարողությանը։ Մետրոպոլիտն ուրախ է, որ հայ առաքելական եւ ասորի քույր եկեղեցիները համատեղ տարբեր ծրագրեր ու առաքելություններ են իրականացնում, քննարկում եկեղեցիներին հուզող հարցեր, ծանոթանում միմյանց պատմությանն ու կենսափորձին։ Գտնվել Հայաստանում եւ մասնակցել նման տոնակատարությունների միշտ էլ հաճելի է, հատկապես երբ զգում ես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հյուրընկալությունն ու ջերմությունը, ասում է մետրոպոլիտը։ Great changes have happened in Echmiadzin. Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Էջմիածնում, եկեղեցական աշխուժություն եւ հոգեվոր աճ եմ տեսնում։ Շատ մարդկանց տեսա եպիսկոպոսական ձեռնադրության, ովքեր ակտիվորեն մասնակցում էին նաեւ պատարակներին։ Ես ոգեվորիչ ներգործություն ստացա այս իրադարձություններից եւ իմ այս այցելությունից եւ դրական լիցքերով պիտի վերադառնամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս օրերին Եփրեմ մետրոպոլիտ Քարիմը հանդիպել է նաև ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ նրան փոխանցել Անտիոքի եւ համայն արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքա Իվաս առաջին պատրիարքի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները։ Հանդիպման ժամանակ Նորին Սրբազնությունը վեհափառ հայրապետին է ներկայացրել նաև իր գրած մանկական գիրքը Տունը ծառի վրա, որը սիրո մի յուրօրինակ պատմություն է ընտանիքի, ընկերների եւ Աստծո միջև։